Հուլիսի 26-ին ժամը 16:54-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ բնակավայրում Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում երեխաներ են մոլորվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓՑ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, Հրշեջ փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ եւ Մեծ Պարնի կամավորական Հրշեջ փրկարարական խմբից 4 կամավոր։ Ժամը 18:15-ի սահմաններում Մեծ Պարնի բնակավայրում փրկարարները եւ կամավորները հայտնաբերել են երեխաներին։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Արդեն հայտնել ենք, որ օրերս դաժանաբար ծեծի է ենթարկվել ԱԺ փոխնախագահի թեկնածու Հայկ Կոնջորյանի եղբայրը Ավետ Կոնջորյանը։ Առնուրեյամի փոխանցմամբ տեղեկություններ են շրջանառվում, որ նրան ծեծողների թվում է նաև Աբովյանի ավականու անդամ ԿՊԱ-ական Նաիրի Հակոբյանը։ Իսկ ինչեր են հայտնի Նաիրի Հակոբյանի մասին։Աբովյանի ավականու քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Նաիրի Հակոբյանի անունը վերջին ամիսներին հայտնվել է մի շարք աղմկահարույց հրապարակումների կենտրոնում։ Պատճառը միայն նրա քաղաքական գործունեությունը չէ, այլ նաև այն, որ նա միաժամանակ հանդիսանում է Միլոն Մայքինգ ՍՊ-ի փոխտնօրենը։ Մինչդեռ հենց այդ ընկերությունը վերջին տարիներին Աբովյան համայնքում իրականացրել է խոշոր կառուցապատման ծրագրեր։ Հետքի հրապարակած հետաքննությանը հարցեր է բարձրացնում այն մասին, թե արդյոք համայնքային որոշումների կայացման գործընթացում չի առաջացել շահերի բախում։ Ըստ հետաքննության Միլոն Մայքինգը համայնքից ստացել է մի շարք թույլտվություններ եւ իրականացրել կառուցապատումներ, իսկ այդ ընթացքում ընկերության փոխտնօրեն Նաիրի Հակոբյանը եղել է նույն համայնքի ավականու անդամ եւ մասնակցել որոշումների ընդունմանը։ Հետաքննության համաձայն 22 թվականի դեկտեմբերին Աբովյանի ավականին որոշում է կայացրել Միլոն Մայքինգի սեփականատեր Բաբկեն Հովակիմյանին ուղարկել վաճառքով օտարել համայնքային հողամասեր։ Այդ որոշմանը կողմ է քվեարկել նաև Նաիրի Հակոբյանը, որը նույն ժամանակահատվածում հանդիսացել է ընկերության փոխտնօրեն։ Հետքի հրապարակման մեջ նշվում է նաև, որ Նաիրի Հակոբյանը եւ նրա ընտանիքի անդամները բնակելի անշարժ գույք են ձեռք բերել հենց Միլոն Մայքինգի կառուցած բնակելի համալիրներում։ Հանրային հետաքրքրություն է առաջացնում նաև այն փաստը, որ Միլոն Reality ՍՊ-ի տնօրենը մինչև 26 թվական հունվար եղել է Ավետ Կոնջորյանը, ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբայրը։ Այդ ընկերությունը եւս կապվում է նույն բիզնես շրջանակների հետ, որոնք հիշատակվում են հետքի հետաքննությունում։ Այս ամենի ֆոնին գլխավոր հարցը մնում է անպատասխան, արդյոք Աբովյանի ավականու անդամը, որը միաժամանակ ներկայացնում էր կառուցապատող ընկերության շահերը, պետք է մասնակցեր այդ ընկերությանը վերաբերող համայնքային որոշումների քվեարկությանը։ Եթե օրենքի խախտում չի եղել, ապա առնվազն շահերի բախման եւ քաղաքական էթիկայի հարցը շարունակում է մնալ հանրային քննարկման առարկա։ Ուսանար Ամասատրյանի դստեր Զվարթ Ասատրյանի ընտանիքում այսօր տոն է։ Նրա դուստրերը դարձել են 15 տարեկան։ Այս առիթով ընտանիքը մեծ շուկով տոնել է Էլայի եւ Լիլիայի ծննդյան 15-ամյակը։ Իրենց շուրջը հավաքելով մտերիմների, բարեկամների եւ ընկերների կադրերում երևում է, թե որքան յուրահատուկ տորթ են ընտրել աղջիկներն իրենց ծննդյան տարեդարձի առթիվ։ Միանում ենք բոլոր շնորհավորանքներին եւ ներկայացնում ենք աղջիկների գեղեցիկ ծննդյան տարեդարձի բացառիկ կադրերը հաջորդիվ ձեր ուշադրությանը։ Նրա Ամասատրյանի դուստրը Զվարթ Ասատրյանը, ով հրապարակել է իր դուստրերի մասնակցությամբ լուսանկար եւ գրել. Թող այսօր լինի հիշարժան լի ժպիտներով, գեղեցիկ հուշերով։ Այնուհետև Զվարթ Ասատրյանը նաև հրապարակել է կադրեր, որտեղ երևում է, թե ինչպես են իր դուստրերը երգում իրենց վերջին զանգին։ Ինչպես երևում է, աղջիկները ժառանգել են ձայնային լավ տվյալներ։ Շնորհավորում ենք Զվարթ Ասատրյանի երեխաներին, ինչպես նաև մյուս երեխաներին դպրոցն ավարտելու կապակցությամբ։ Ներկայացնում ենք Սուրեն Փահլևանյանի հրապարակումն իր դստեր հետ։ Այսօր իմ աղջկա կյանքի ամենահիշարժան օրերից մեկն է։ Վերջին զանգ, մի ամբողջ մանկություն մնաց դպրոցի պատերի ներսում, լի ծիծաղով, ընկերներով, երազանքներով ու անմոռանալի հիշողություններով։ Թող կյանքի նոր ճանապարհը լինի լուսավոր հաղթանակներով լի ու խաղաղ, պապան միշտ կողքիդ է։
իմ աղջիկ, գրել է Սուրեն Փահլևանյանը։ Նշենք նաև, որ Սուրեն Փահլևանյանն ու իր դուստրը տևական ժամանակ միմյանց հետ շփում չունեին, եւ այս հրապարակումը ուրախալի է այնքանով, որ հայր եւ դուստր հաշտվել են եւ կարծես թե ունեն դրական եւ ջերմ հարաբերություններ, ինչը փաստում է այս լուսանկարը, լուսանկարին կից գրառումը եւ նրանց ուրախ դեմքերը։ Մելիքյանների ընտանիքում այսօր կարևոր օր է։ Մելիքյանների որդին Ալին այսօր ավարտում է դպրոցը։ Այս մասին հրապարակումով է հանդես եկել Արամ Մելիքյանը, այդպիսով նաև ցույց տալով իրենց հուզմունքը որդու ավարտական օրվա առթիվ։ Անդրին այսօր ավարտում է։ Արամ Մելիքյանն ու նրա կինը նաև առաջ եւ հիմա նկարներ են հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպիսին էր Ալին, երբ նոր էր ոտք դնում դպրոց, եւ ինչպիսին է հիմա, երբ արդեն հասուն տղա է դարձել եւ ավարտում է այն։ Շնորհավորում ենք Անդրեին կյանքի նոր փուլ մտնելու առթիվ, ինչպես նաեւ ներկայացնում ենք վերջին զանգի օրվա առթիվ կազմակերպված միջոցառումից մի քանի հատվածներ։ Այս պահին գտնվում եմ հանգստի մեջ ու ինքստինքյան շատ ես հետևում սոցցանցին, ազատ ժամանակ ունեմ ու նաև ինքստինքյան հաճախ հետևում եմ նախընտրական քարոզարշավին, որը սկսվել է, նայելով քարոզարշավը եկավ միտք, որ արդեն կարելի է մտածել Հայաստանից գնալու մասին։ Ես էլ եմ միանում թրենդին ու խնդրում եմ, որ ինձ փոխանցեք ընդամենը 10 դրամ, բայց իմ վարկը փակելու համար ինձ պետքա, որ 17 միլիոն 300,000 հոգի ինձ փոխանցի 10 դրամ, որտեղ այսօր բանկում էի, հաշվեցինք իմ վարկերը, վարկերից թիվը կազմում էր 173 միլիոն դրամ։ Հենց որ սիրելիներս, ինձ թվում է ձեզ համար 10 դրամը ոչինչ չի նշանակի, զուտ մնում է հիմա գտնենք 17 միլիոն 300,000 հոգի մարդ, որոնց համար 10 դրամը ոչինչ չի նշանակի ու կփոխանցեն ինձ։ Արամ Մելիքյանի դուստրը Էլիզն իր ինստագրամյան հարթակում հրապարակումով էր հանդես եկել այդպիսով նշելով, որ վնասվածք է ստացել եւ հիվանդանոցում է հայտնվել։ Էլիզը կոտրել էր ձեռքը, երբ մասնակցելիս էր եղել Bride to be party-ի։ Ամուսնանում է նրա ընկերուհին։ Դե իսկ այսօր հենց այդ հարսանիքն է։ Էլիզը վաղ առավոտից ինստագրամյան հարթակում մի քանի հրապարակումներ է արել, ցույց տալով, թե որքան գեղեցիկ հարսանիքի է մասնակցում եւ որքան գեղեցիկ հարսնացու է իր ընկերուհին։ Էլիզը նաև հրապարակում է արել, ցույց տալով իրեն, աղջիկը բավականին գեղեցիկ տեսք ունի։ Ներկայացնում ենք այս գեղեցիկ հարսանիքի առաջին բացառիկ կադրերը եւ խոստանում մյուս կադրերը եւս ներկայացնել ավելի ուշ։ Մելիքյանի դուստր Էլիզ Մելիքյանն ինստագրամյան հարթակում ունի բավականին շատ հետևորդների բանակ։ Այս հետևորդները սպասում են Էլիզի յուրաքանչյուր հրապարակմանը էլ ավելի մեծ սպասումով։ Էլիզն էլ ինստագրամյան հարթակում փորձում է հետաքրքիր կոնտենտ ապահովել, այդպիսով ավելի շատացնելով իրեն հետևող մարդկանց։ Այս անգամ էլ Էլիզը գովազդային հոլովակ է հրապարակել, որի սկզբում այնպիսի խոսքեր է ասում, ասես նա սիրելի ունի։ Վստահ եմ շատերին հետաքրքրում է այս հարցի պատասխանը։ Այո, ես ունեմ ընտրյալ, երբեք չի ուշանում։ Մաքուր ու անուշ հոտ ա գալիս, շատ խնամված ա։ Այսպիսի խոսքեր է ասում Էլիզ Մելիքյանը եւ ի սկզբանե շատերին թվում էր, որ նա պատրաստվում է հոլովակի վերջում ասել եւ ներկայացնել իր սիրելիին, բայց արի ու տես, բլոգերը այսպիսով գովազդում է մի կազմակերպություն, որը համարվում է Էլիզի
ընտրությունը։ Այսպիսով Էլիզ Մելիքյանը փորձում է ել ավելի արդյունավետ դարձնել իր գովազդները։ Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ հայտնել ենք Սուրբ Սատիկի տոնին ինստագրամյան հարթակում հայհայտնիների շատերն են հրապարակումների տեսքով հանդես գալիս, ցույց տալով, թե ինչպես են նրանք տոնում այս գեղեցիկ օրը։ Շոում են հանդիսավոր Արամ Մելիքյանը ևս այդ հայտնիներից է, հրապարակում է արել իր ընտանիքի ծնողների, կնոջ, դստեր եւ որդիների մասնակցությամբ, այդպիսով նշելով, որ մեծ օրհնություն է, երբ այդպիսի մեծ ընտանիքով ես նշում քո Սուրբ Սատկի տոնը։ Հետաքրքիրն այն է, որ կադրերում չի երևում Էլիզը, որը վերջին շրջանում կարծես թե իր ընտանիքից հեռացել է։ Շատերն են այս հարցը երկար ժամանակ քննարկել համացանցում, թե ինչու առանձին ապրելուց հետո Էլիզի եւ իր ընտանիքի հարաբերությունները կարծես թե վատացան։ Այս ամենից հետո նրանք փորձում են ինչ-որ կերպ հերքել, որ լարվածություն կա, սակայն այնուամենայնիվ հրապարակումներից երևում է, որ Էլիզի մոտ ինչ-որ բան այն չէ, իսկ Արամ Մելիքյանն էլ շատ հաճախ հրապարակումներ է անում հենց Ստելիկի եւ որդիների մասնակցությամբ եւ այդպիսով նշում, որ իր ընտանիքը ամբողջական է, իրենք միասին նստած ճաշում են եւ այլն։ Մեծ օրհնություն է, որ հարության տոնը մենք նշում ենք մեր մամայի ու պապայի հետ։ Եվ նաև Անրին ու Ստելիկը, իրենց մամայի պապայի եւ ամեն մեկը իր ուտելիքն է այս պահին։ Շիրներս Քրիստոս հարավի մերելոց։ Օրհնյալ լինի հարությունը Քրիստոսի, մեզ եւ ձեզ մեծ ավետից, թող մեր հայ օջախներում, ամբողջ աշխարհում օրհնություն իջնի այսօր, բոլորիս օջախներում։ Ոպես մամջան։ Ոպես մամջան։